Մի կարևոր բան կա, պարոն Արեյան, կարծում եմ դուք պետք է զեկուցեք ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում եւ ոչ միայն այս շաբաթվա ընթացքում Վեոլա ջրի գործառույթների հատվածին եւ նաեւ կոմունալին ընդհանուր վերաբերող խնդիրներին տարբեր բարձրաձայնումներ են եղել, խնդրում եմ ամեն մեկին անդրադառնաք։ Շնորհակալություն, պարոն քաղաքապետ, ես ձեզ ներկայացրել եմ, որ կոմունալ տնտեսության վարչության եւ վարչական շրջանների աշխատակազմերի հետ մենք հիմա գնում ենք յուրաքանչյուր դեպքի հետևից, յուրաքանչյուր հրապարակման հետևից։ Վերջ թույլ տվեք կարճ վիճակագրությամբ վերջի շրջանի արձագանքներին անդրադառնալ։ Առաջինը Գյուրջան փողոցի վրա արձանագրվել էր գոյուղու վթար, ներկայացրել էր, որ 3 օր շարունակ այդպիսի բան տեղի չի ունեցել։ Վթարը տեղի էր ունեցել 11:45 ժամը 14:00-ի դրությամբ վթարը վերացրել էր Վեոլա ջուր ընկերության կողմից։ Հաղթանակ թաղամասում ներկայացվում էր, որ 15 օր 1 ամիս շարունակ գոյղաջրերը հոսում են, ոչ Վիոլան է տիրություն անում, ոչ քաղաքապետարանը։ Պարզվեց, պարոն Ռոմիկ Մխիթարյանը կվկայի, քաղաքացիներ ինքնակամ շինություններով ծածկել են գոյուղու 3 դիտահոր, դիտահորերը հայտնվել էր նրանց խոհանոցում, բալկոնում եւ ամբողջը մեղադրանքը վերագրվում էր Երևանի քաղաքապետարանին Վիոլա ջրին։ Մենք ստիպված հանուն քաղաքացիների եւ մեր քաղաքի ստիպված եղանք նրանց բալկոնները քանդեցինք, ոչ, դիտահորերը տեղափոխեցինք պարոն Մխիթարյանի աջակցությամբ եւ Վիոլան տվեց տեխնիկական պայման միանալու։ Ավանեսովի փողոց մեղադրվել է քաղաքապետարանը, որ չի արձագանքում օրեր շարունակ։ Ջրագիծը եղել է մասնավոր տան ջրագիծ, Իրանի նախկին քաղաքացի, մեր հայրենակից, նույնիսկ այդքան մանրամասնությամբ ենք տիրապետում, այո, թող զարմանալի չտվա։ Ստիպված եղանք պարոն Բալայանի հետ շաբաթներ շարունակ համոզել, ապացուցել, որ իր ջուրն է եւ իր դիտահորն է, ինքը պետք է իրականացնի այդ աշխատանքները, կարողացանք հաղթահարել նաև դա։ Նորաշեն թաղամաս 6-րդ ամենաթարմը։ Այո, եղել է այդպիսի դեպք։ Նորաշեն 6-րդ շենք, 10-12 տարի առաջ կառուցված բնակելի շենքեր են, մասնավորավոր կառուցապատողի կողմից։ Հեղատար համակարգը կառուցել է սխալ նորմերով, գրունտի վրա, գետնի վրա, այսպես կոչված կանավկա դնելով, ինչը հանգեցրել էր անձրևաջրերի մեծ հորդում եւ դիտահորերից եւ միացրել կոյուղուն ամենավատը առանց Վիոլա ջրի տեխնիկական պայմանների։ Սա եւս վերելացվել քաշքշուկի, նորից մեղք ուղղելով դեպի քաղաքապետարան, ես պետք է ասեմ, որ Վիոլա ջուրը հրաժարվել էր դա սպասարկելուց, որտեղ իր տարածքը չի, այդպես գույք իրեն չի հանձնվել եւ վարչական շրջանի ղեկավարը պարոն Սերով Սարգսյանի ուժերով կարողացավ կարգավորել ամբողջ այդ հատվածը։ Նույնը Ավան վարչական շրջանում էր, ընդամենը 3 օրվա պատմությունը մատուցվել էր 1 ամսվա պատմություն, շատ լավ տիրապետում էր վարչականի ղեկավարը, Վիոլա ջուր ընկերության սպասարկման տիրույթում էր, Վիոլան չի հրաժարվել եւ դա իրականացվեց իր կողմից։ Վերջի շրջանի այսպես աղմկահարույց դեպքերն են սրանք, որոնք մատուցվել են ոչ արժանահավատ, բայց այնուամենայնիվ, պարոն քաղաքապետ, ունենք խնդիր։ Այո։ Ձեր ստորագրությամբ մենք 6 կետանոց նամակ ուղարկեցինք կառավարություն ջրային կոմիտե, առաջարկություններ ջրային Վիոլա ջուր ընկերության հետ, պայմանագրային հարաբերությունների վերանայման կարգավորման ուղղությամբ։ 6-րդ կետը հենց այդպես էլ կոչվում էր ծառայությունների մատուցման գույքային տիրույթի հստակեցում։ Պարոն քաղաքապետ 16 թվականին գույքի ցանկը, որը ներկայացվել է վարձակալությամբ տարելու Վիոլային, այդ ցանկը ներկայացվել է թերություններով, բազմաթիվ են դեպքերը մայրաքաղաքում, երբ Վիոլա ջրի սպասարկման տիրույթում չէ, որովհետև գույքը չկա իր ցանկում։ Դա վերաբերում է նաև նորակառույց շենքերին, դա վերաբերում է նորակառույց շենքերում տեղադրված պոմպակայաններին։ Կառուցապատողի մեղքով գույքը չի հանձնվել պոմպը Վիոլա ջրին պետությանը
եւ դարձել է գլխացավանքի առարկա բնակիչների վեճի առարկա վիոլա ջրի հետ։ Այստեղ քաղաքապետարանը որևէ պատասխանատվություն, որևէ մեղք չունի, որտեղ գույքը պետք է կառուցապատողը հանձներ վիոլա ջրին։ Այնուամենայնիվ օբյեկտիվորեն պարոն քաղաքապետ, մենք ունենք այս խնդիրը, քննարկել ենք ջրային կոմիտեի հետ, պիտի զեկուցեմ ձեզ, հիմա էլ ընթացքի մեջ է, թարմացրել եմ ցուցակը 24 թվականին կառուցված մեր կողմից կոյուղագծերով, այս պահին 27 կիլոմետր կոյուղագիծ, 28 կիլոմետր հեղեղատար, 5.1 կիլոմետր ջրագիծ, որոնք հանձնված չեն պաշտոնապես Վիոլաջուր ընկերության սպասարկմանը, բայց արդարության դեմ չգնալով, պարոն քաղաքապետ, շատ հազվագուտ դեպքերում է, որ Վիոլաջուրը հրաժարվի սպասարկելուց։ Բոլոր մուտքագծերը մանկապարտեզների, բոլոր մուտքագծերը դպրոցական հաստատությունների ներառված չեն Վիոլայի ցանկում, բայց Վիոլան պատրաստակամորեն դա սպասարկում է։ Վերջի 2 դեպքը, 3 դեպքը վերաբերում են Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցին, այո, կողոջրերը լցվել են նկուղ, պարոն Հովհաննիսյանի հետ շատ հետևողական նայել ենք այդ հարցը, անձամբ եղել եմ տեղում, հիմա խնդրել ենք Վիոլային ներկայացնի առաջարկ, որ Աղբալյանի դպրոցի շրջակայքից կոյուղատարը դուրս բերենք դեպի Տերյան փողոց։ Համար 95 մանկապարտեզն է նորոգման փուլում, ամբողջ կոյուղագծերը լցվում են մանկապարտեզ, դա եւս մեր օրակարգում է, ուրբաթօրն եմ քննարկել պարոն Թևոսյանի տեղակալի հետ, 105 մանկապարտեզի կոյուղագծի խնդիրը պետք է լուծվի, Վիոլան դարձյալ չի հրաժարվել տեխնիկական պայման տալուց։ Այնպես որ այս համագործակցությունը կա, բայց վեճը շատ մեծ է, խորանում է, պարոն քաղաքապետ, ես զեկուցում եմ ձեզ, որ ընթացքի մեջ է, հետևողական մեր կողմից այդ 6-րդ կետի պահանջը ներկայացրել եմ ամբողջ ցանկը ջրային կոմիտե, այս շաբաթ նորանշանակ նախագահի հետ հավանաբար մենք կարողանանք քննարկել սա։ Մի երևույթ եւս, պարոն քաղաքապետ, տեսեք, 560 վթար շաբաթվա մեջ։ Այսօրվա տեղեկանքն է, 400-ը կոյուղի։ Այսպիսի ցուցանիշ չունի ոչ մի մատակարար։ 92 վթար գրանցվել է պլանային անջատումով եւ վթարայինով հետ ընկերության դաշտում, 6-ը պլանային եւ վթարային միասին գազի մոտ։ Վիոլան միայն 560։ Այս վիճակագրությունը երբեմն ավելի է բարձրանում, սա վկայում է կոյուղատար համակարգի ցանցի քայքայվածության մասին։ Մենք ունենք հիմա սրված խնդիր, պարոն քաղաքապետ, ձեզ պիտի ամբողջը ճշմարտությամբ ես ներկայացնեմ, բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում, բազմաբնակարան շենքերի նկողներ լցվող կոյուղաջրերի վերաբերյալ շատ մեծացել է վթարների թիվը եւ ձեր հանձնարարականը եւս ընթացքի մեջ է 22 օբյեկտներից 15-ում արդեն պատրաստ են պայմանագրերը շինարարների հետ մենք քայլ առաջ ձեր հանձնարարությամբ արեցինք 25 թվականի հունվարից մինչ գումարը կհաստատվեր արդեն 22 օբյեկտ ներկայացրել ենք նախագծանախաշվային փաստաթղթեր, այս պահին 15-ի կապալի պայմանագիրն է կնքված արդեն, այսօր առավոտյան խոսել եմ տարածքային կառավարման նախարարության հետ, որ կառավարության որոշման նախագիծը ֆինանսավորման համար դրվել է շրջանառության մեջ, հավանաբար մոտորերս կներկայացվի կոմիտե, սա մեր կողմից եւս հետևողական հսկողության տակ է։ Այսպիսին է վիճակը, պարոն քաղաքապետ, մենք պարոն Կոստանյանի հետ շատ հանգամանալից նայում ենք դեպք առ դեպք։ Չասեմ, որ ամեն ինչ արդարացվում է, բայց պիտի ասեմ, որ որոշ դեպքերում հրապարակումներում քաղաքապետարին վերագրվում է հանիրավի, ոչ տեղին մեղադրանքներ, որը մեր տիրույթից դուրս է, երբեմն առանց ճշտելու իսկությունը, վթարի պատճառը, բայց մենք կարողանում ենք օպերատիվ ձևով դրան արձագանքել Վիոլա ջրի հետ համատեղ գործընկերությամբ, իսկ ամենառանցքային խնդիրը, եթե որևէ տեղ դժվարանանք, կդիմեմ ձեր աջակցությանը այս գույքային բաժանման խնդիրը վերջնականապես լուծելու։ Պարոն քաղաքապետ, 16 թվականից այս հարցը թափառում է։ Մենք բարբերաբար դիմել ենք, հիմա էլ հետևողական կշարունակենք։ Այսքանը շնորհակալ եմ։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Արեյան, հիմնականում նաև կոյուղիների հետ կապված խնդիրները
Վստահորեն ոչ արդարացիորեն իհարկե այս խնդիրների, այսպես ասած, հետևանքների հետ կապված անընդհատ այդ ինֆորմացիայի խեղաթյուրումը կա եւ ես օրինակ վստահ չեմ որ դա հատուկ չի արվում ես օրինակ վստահ եմ որ հատուկ է արվում եւ իրականում Երևանի քաղաքապետարանը ցավոք սրտի մեր պատասխանատվության տիրույթը չի պետական գույք է դա ենթադրում եմ այդ մի մասն էլ հանձնված չի Վեոլա ջրին Եվ ստացվում է այնպես, որ մենք ունենք քաղաքում մի ենթակառուցվածք, որը որ տենց ուղիղ մերը չի, մեր ենթակայության տակ չի, մաշված է աննկարագրելի չափով, եւ շատ լավ է որ այս տարի կառավարությունը արդեն որոշակի ֆինանսական միջոցներ է հատկացնում, շնորհակալ ենք գործընկերներին, բայց կարծում եմ այդ մեկ անգամյա ծրագիր չպետք է լինի Եվ պարոն Հովհաննիսյան, երևի թե տենց հստակ պետք է այդ ձևաչափը ֆիքսենք, ում պատասխանատվությունն է։ Եթե մեր պատասխանատվությունն է, եկեք օրենքով ֆիքսենք դա։ Տեղափոխեն մեր դաշտ, մենք իմանանք, որ սա մեր անելիքն է։ Սկսենք պլանավորել այդպես։ Որովհետև անընդհատ լավ 2 տարի մենք 14-15 կիլոմետր գոյուղի վերականգնեցինք։ Ոնց ենք հիմնավորում, որ անում ենք։ Դա հիմա պետք է դա կառավարությանը նվեր տանք, չէ՞, նվիրատվություն ձևակերպենք, որովհետև մեր գույքը չի։ Ճիշտ եմ ասում։ Պետական գույք է։ Ճիշտ եմ ասում։ Հիմա խնդրում եմ եկեք այդ ձևաչափը հասկանանք գործընկերների հետ։ Վերջնական հեռանկարում ամեն տարի այս տարվա կեսից ինչ որ գործ չսկսենք անել։ Ամեն մեկը իր պատասխանատվության շրջանակը հստակ ֆիքսի։ Ջրային կոմիտենը խնդրեմ, ջրային կոմիտեին թող ֆինանսավորումը հատկացնեն, անեն իմանանք էսա խնդիրները։ Մենք ենք, եկեք հասկանանք ֆինանսավորման հարցը ոնց ենք լուծում, թեկուզ մենք պլանավորենք, լավ, բայց իմանանք, որ մենք ենք տերը, մենք ենք պատասխանատվություն կրում դրա համար։ Բայց հիմա կա պետական գույք, որը փաստացի ենթադրաբար ջրային կոմիտեի բալանսում է, ինքը տենց տեր չունի, օդում կախված է։ Ու 200 վթար մի շաբաթվա ընթացքում 400 վթար մի շաբաթվա ընթացքում կգնան էլ լրագրողները կամ 1-2 լրագրող, որոնք որ հատուկ հենց դրա վրա ֆիքսված են ենթադրաբար այլ նաև նպատակները, որ ասեն տեսեք քաղաքապետարանի խնդիրը, բայց մինչդեռ քաղաքապետարանի խնդիրը չի։ Քաղաքապետարանը լուծում է ոչ իր խնդիրը։ Հիմա եկեք հասկանանք լավ ով են այդ մարդիկ, ով է այդ պատասխանատու օղակը, ասենք պատասխանատու օղակ, սա քո գործն է, գնա արա։ Որովհետև անընդհատ լավ 1 2 3 4 5 6 քաղաքապետարն է, քաղաքապետարն են։ Վերջը ասելու ենք մենք չենք Ժորժ ջան, այս մարդն է, այս չինովնիկն է։ Նստած է իրան տենց էշի տեղա դրել, ասում է Քանի քաղաքապետանին մեղադրում են, դա էլի։ Մարաղը մտած հենց, ինքը չի երևում։ Հետո լավ։ Հասնենք հանձնարարականներին։ Հասարակական կարգի պահպանության ծառայությանը հանձնարարական 1 ներկայացնել